Շատ մեծարգո վարչապետ Կոբախիձե, Հայաստանի և Վրաստանի կառավարության հարգելի անդամներ, ուզում եմ նախ ուրախությունս արտահայտել մեր հերթական հանդիպման առիթով, իհարկե մեր ձևաչափը կոչվում է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, և մենք արդեն 15-րդ նիստն ենք ունենում, բայց մեր ընկալումը ուժեղանում է հետևյալի, որ քաղաքական օրակարգերի առանցքային նպատակը տնտեսական արդյունքներ և զարգացում ունենալն է, և շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ մենք քննարկեցինք և տնտեսական և երկկողմ տարածաշրջանային միջազգային օրակարգի բազմաթիվ հարցեր, նաև տեսնելու համար, թե որտեղ է, որ մենք ունենք համագործակցելու ավելի մեծ պոտենցիալ։ Նախ ես ուզում եմ ևս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեին շնորհակալություն հայտնել այս ողջ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած անձնական աջակցության համար, նաև Վրաստանի պետությանը և ժողովրդին մշտական աջակցության համար, և այդ աջակցությունը շարունակվում է, մենք տեսնում ենք, և դուք գիտեք, որ այսօր էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ, և սա շատ բարձր գնահատանքի է արժանի և արժանանում մեր կողմից։ Իհարկե Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է և կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա։ Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա և շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը, և մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանից այցելությունները Վրաստան աճում են, միևնույն ժամանակ ուրախ ենք տեսնել, որ Վրաստանից Հայաստան այցելությունները աճում են, և սա շատ կարևոր է, նաև մեր կարևոր արտահայտություն է նաև մեր քաղաքական ակտիվ համագործակցության։ Մենք համագործակցում ենք մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, գիտության ոլորտում, և մեր նախարարները այսօր հնարավորություն ունեցան կիսելու նաև նախորդող շրջանի փորձառությունը։ Շատ ուրախ եմ արձանագրել, որ արդեն շարունակաբար միջազգային հարթակներում Հայաստանը և Վրաստանը ակտիվ համագործակցում են։ Մենք շատ կարևոր ենք համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատումը։ Հայաստանը և Ադրբեջանը հենց այս հենքի վրա են կառուցել խաղաղությունը և կառուցում խաղաղությունը, և կարծում եմ, որ սա իսկապես մեր տարածաշրջանային համար պատմական հնարավորություն է։ Ես ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենա, և այստեղ պետք է ուղիղ ասել, որ մենք շատ շահագրգռված ենք դրանում, որովհետև տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը պատմական հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա, և այդ հնարավորությունը հույս ունենք, որ կօգտագործվի։ Իհարկե ես մեր գործընկերներին մանրամասն տեղյակ պահեցի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, մասնավորապես ինչ է տեղի ունենում TRIP ներդրումային նախագծի շուրջ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, նաև որոշակի տեղեկություններ փոխանցեցի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ։ Մենք կարծում եմ փոխադարձաբար հետաքրքրություն ունենք Հայաստան և մեր տարածաշրջան Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ,
Եվ ելի ուզում եմ ընդգծել, նախկինում էլ առիթ ունեցել եմ ընդգծել, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների համատեքստում շատ կարևոր գործընկեր է Վրաստանը եւ այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք եւ ես հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կարողանանք համագործակցել, այստեղ էլ կարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել։ Իհարկե քաղաքական երկխոսությունը եղել է եւ կա եւ մնում է շատ ակտիվ եւ տնտեսական համագործակցությունը եւ մենք խնդիր ունենք տեսնելու թե որտեղ կարող ենք համագործակցել մարտահրավերները առավել արդյունավետ կառավարելու եւ հնարավորությունները առավել արդյունավետ օգտագործելու համար եւ իհարկե նման հանդիպումներում ամենևին էլ երկրորդական նշանակություն չունի նաև մեր ընկերներին տեսնվելը, նրանց որպիսությունը հարցնելը եւ իհարկե նրանց հետ ժամանակ անցկացնելու հաճույքը վայելելը եւ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մթնոլորտի ջերմ ընդունելության եւ հնարավորության համար ամեն անգամ այս հանդիպումներից հետո առաջին բանը, որ մենք մտածում ենք, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը եւ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ հաջորդ հանդիպման արդյունքներով մենք կարողանանք արձանագրել, որ մեր պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան-Վրաստան համագործակցությունը երկկողմ տարածաշրջանային եւ միջազգային հարթակներում առավել ակտիվացել եւ արդյունավետ է դարձել եւ ես նման պատրաստակամության եւ աջակցության համար կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Կոբախիձեին եւ իհարկե այս ջերմ եղբայրական ընդունելության համար։ Շնորհակալություն։